Կապանի արվեստի քոլեջի երգեհոնը Վալցեր ֆիլմայի արտադրության Ստամբուլցյանի ջանքերով 1975 թվականի մարտին Պետերբուրգի Մարիինյան թատրոնից տեղափոխվել է այստեղ։ Ստամբուլցյանը հաճախ էր լինում Կապանում, համերգներ տալիս, երգեհոն նվագել սովորեցնում կապանցի ուսանողներին։ Վահագն Ստամբուլցյանը անվանի երգեհոնահար, նա այսպես էր ասում, իմ զավակն է։ Եվ մենք մինչև հիմա փայփայում ենք այդ զավակին։ Իհարկե զավակը շատ հիվանդ է։ Զավակը օգնության, բուժման կարիք ունի, բայց կփորձենք այս տարիների ընթացքում անպայման մեր ղեկավարությունը, մեր ընկերները կփորձենք ամեն ինչ անել, որ մնայուն մնա մեր երգեհոնը։ Կապանցիներից ոմանք նույնիսկ հիշում են երգեհոնային երաժշտության անկրկնելի ելևէջները։ Եղել եմ նույնիսկ համախոհներիս եմ տարել, ցանկալի էր նորից լսել այդպիսի գեղեցիկ երաժշտություն։ Ոմանք էլ միայն լսել են երգեհոնի մասին կամ տեսել դահլիճում, սակայն ունկնդրել բախտ չի վիճակվել։ Չեմ էլ ման երգեհոնը ինչա։ Կապանում տեսել եմ, բայց չեմ լսել։ Տեսել եմ, գնացել եմ ուղղակի նայել եմ, որ երգեհոն կա։ Ինչա նշանակում երգեհոն այն ժամանակն մի 30-35 տարի առաջ։ Այսօր երգեհոնը դեռ հպարտորեն կանգնած է արվեստի քոլեջի դահլիճում, սակայն վերանորոգման կարիք ունի ինչպես դահլիճը, այնպես էլ հազվագյուտ ու յուրօրինակ հնչեղությամբ այս գործիքը։ Երևի թե յուրաքանչյուր կապանցու հպարտությունն է, յուրաքանչյուր սյունեցու հպարտությունն է, որտեղ մատների վրա կարելի է հաշվել հանրապետությունը, որ դահլիճները ունեն երգեհոն։ Ինքը երգեհոնը գտնվում է բավարար վիճակում, հնարավոր է նվագել, բայց վերանորոգման խիստ կարիք ունի։ Ոչ միայն երգեհոնը, այլև նաև մեր ամբողջ այս գեղեցիկ դահլիճը, որտեղ ես մի քիչ առաջ նշեցի, չէ, որ հանրապետությունում մատների վրա կարելի է հաշվել։ Նույնն էլ այս դահլիճը շատ հրաշալի դահլիճ ունենք մենք, եւ շատ կուզենայի, որ դահլիճի վերանորոգումն էլ լինի 100 պատշաճի եւ երգեհոնին արժանի։ Ես փափագում եմ, որ երգեհոնը կարգի գա, որ մենք Սյունիքի մարզում, Կապան քաղաքում կազմակերպենք երգեհոնային երաժշտության փառատոն։ Միանում ենք Լիանա Հակոբյանի ցանկությանը, քանզի երգեհոնն այն գործիքներից է, որը ձեռք բերել շատ դահլիճներ կցանկանային, իսկ մենք ունենք, միայն թե նոր շունչ ու կենդանություն տալ է պետք։ Հեղինե Վարդանյան, Մեհեր Էլիասյան, Սյունիք Օնլայն։